Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Սկզբից ժամանակին տարիներ առաջ իմ հորը ձերբակալեցին նրա համար, որ ինքը ներդրում էր արել Ռուսաստանում, որպեսզի շենք կառուցել։ Ու իր գործընկերը դրանից հետո վերցրել էր փողերն ու անհետացել։ Գործընկեր, որին այդպես էլ չգտան, որովհետև ոնց հետո պարզվեց նման մարդ գոյություն չուներ։ Հա, ես դրանք շատ լավ գիտեմ։ Գիտես, բայց դու չգիտես ով էր այդ ամեն ինչի հետևում կանգնած։ Իսկ ես գիտեմ։ Ում Էլիզա։ Իսկ դու կրայի։ Պարոն Ռոբերտ Մելիքյանը։ Ինչ։ Չէ, հնարավոր չի։ Ինչի պիտի Ռոբերտը նման բան աներ։ Ես ապացույցներ ունեմ։ Այդ մարդիկ, դրանք մեր ընտանիքի անեծքն են եղել ամբողջ կյանքում։ Մեր բոլոր դժբախտությունների պատճառը դրանք են եղել, Մելիքյաններդ։ Անամ, եսի քաղաքից շատ հեռու չի ու կողտել գերեզմաններ կան։ Գնացինք։ Չէ, всё գործրեցինք։ Սաղ դու էիր մեղավոր, որ այդ դուբինկով շանը վրա չտա էր, ինչ շեր կծի, ես ես տիպած չէի լինի ձերքը բաց թողնել։ Էլ չասեմ նրա մասին, որ բանալիները թողել էր մաշտի մեջ։ Այդ շունը թե ուտեից հայտնվավ է։ Ուրիշ տարբերակ չկա, պիտի ասես։ Ալո։ Հմախ։ Հեղափոխեցիք դրան իմ ասած տեղը։ Մենք ՉՊ ունենք էլի։ Հիմա ինչ ա եղել մախ։ Փախելա։ Ինչ։ Ո՞նց թե փախելա։ Չէ, դուք երևի մոռանում եք թե ում հետ գործ ունեք մախ։ Մոռանում եք թե ինչ կարա ձեր հետ լինի մախ։ Մենք իսկականից մեղավոր չէինք։ Լսի էլը։ Ես քո այդ զառանցանքները լսելու ժամանակ չունեմ։ Չգիտեմ հիմա ինչ եք անում, ոնց եք անում։ Թեկուզ գետնի տակից էլ այդ աղջկան գտնում եք։ Սեղ մարդ չկա։ Ալո։ Հա, արա, բան ասա, գոնե հետքի վրա եք։ Չէ, կարծում եմ անիմաստ է, բայց Մարկը ուզում է, որ շարունակենք մանգը։ Արամ։ Ես ես հետո կզանգեմ։ Արամ ես տանը իննա։ Նանեն էստեղ է եղել։ Այդ նշանակում որ զանգելուց հետո նանը ինձ տեից տարել է, որովհետև շենքում էլ մարդ չի մնացել։ Հաստատ։ Հարի գնանք։ Երևի տարածքում ինչ-որ մեկը տեսած կլինի։
ես անում։ Եկել եմ քո հետևից, Նարե։ Ես ինչ են արել այդ անասունները, այդ ուռոդները։ Հələ բերեսի կանտեմ։ Նարե, շատ արագ պետք է գնանք ստեղից, լսում ես, շատ արագ։ Դու ինչ իմացար, որ ես ստեղ եմ։ Ես գետ ոչ մի տեղ էլ չեմ գա։ Նարե, երեխայություն մի արա, խնդրում եմ։ Գնանք մեքենան կխոսենք, լավ։ Չէ, դու հաստատ չէր կարող պատահական ստեղ հայտնվել։ Չէ, ես քո հետ չեմ գա։ Ուր Նարե։ Կանի Նարե։ Կանի Նարե։ Գժվել ես, հա։ Ինձ ես կասկածում, Նարե։ Չգիտեմ, ես արդեն ոչինչ չգիտեմ։ Հանգստացի Նարե, վերջ։ Դու ոնց իմացար, որ ես ստեղ եմ։ Ինձ Տիկին Զինան ամեն ինչ պատմել, եկել է քեզ եմ անգամ։ Հա։ Տիկին Զինան։ Հա, Տիկին Զինան, Նարե, հանգստացի վերջ։ Ես արդեն ստեղ եմ։ Ես իմաստակից գնում եք շատ վտանգավոր աստեղ։ Հա։ Չէ, կարան այստեղ ամբողջ տարածքը նայել ենք, Նարեն տեղափոխել են, էլ իմաստ չունի այստեղ մանգալ։ Բա ինչ եք անելու։ Դե ուզում ենք բարձենք ում է պատկանում այդ շենքը, հնարավոր է այդ տարբերակով կարողանանք դուրս գալ այդ անասունների վրա։ Դուք հիմա որտեղ եք։ Չնայած անիմաստը, բայց Մարկը ուզում է որ տարածքը նորից նայենք, հարց ու փորձ անենք։ Հեսա երևի կգանք տուն ու կորոշենք ինչ ենք անել։ Լավ, հեսա ես էլ կմիանամ ձեզ։ Նորություն եղավ զանգի։ Եղավ կարա։ Ոնց ուշացանք, ոնց ուշացանք։ Նարեկ, ես պիտի Մարկին զանգեմ։ Պիտի իրեն ասեմ, որ ես կարողացել եմ փախնել։ Դուր ինձ քո հեռախոսը։ Նարե, թարսիկս հեռախոսի մեջ զարյատկա չկա։ Նարե, ինչ ես տեսնում, մարաթոնից ավտոյի մեջ եմ։ Չէ, ես չեմ կարող սպասել, Մարկը պիտի իմանա, որ ես կարողացել եմ փախնել, որ ես էլ իրանց մոտ չեմ։ Թե չէ իրան կարող են օգտվել Մարկի անտեղյակությունից ու վնասել իրան։ Նարե, հանգստացի, հեսա մի տեղ կկանգնենք, կզանգենք Մարկին։ Նարեկ, բայց դու ինձ այդպես էլ չասեցիր, դու ոնց տեղ հայտնվեցիր։ Ինա, հոբան չի պատահել ես ժամին զանգել ես։ Ասեմ, Արեգս։ Ինա, ինչ ես լացում, էլի Արեգն ա ջղայնացրել։ Մերուժ Արեգին տարավ։ Ոնց։ Մերուժը իմացել ա ձեր տեղը։ Չէ, Արեգն է մեր տեղը ասել, ինքնել է կամ ու տարավ։ Էլ ինչի համար եմ ես ամեն անում, էլ ում համար եմ ապրում։ Մերուշին ընտրեց Արեգը հասկանում ես։ Ինա, հլը մի հատ հավաքի քեզ, հա։ Ընտրելը ո՞րն ա, ինչ էլ ուզում ա լինի, Արեգի հերն ա, չէ Մերուժը։ Առանց Արեգի կյանքս անիմաստ ա։ Մերուժ էլ ինձ չի տա երեխուս։ Բայց ամենահավորն ասա, որ Արեգը իր կամքով գնաց իմ մոտից։ Ինա, հասցետ ասա։ Էլ ինչի համար։ Ինա, պանիկայի մեջ մի ընկե, հա։ Սենց դժվարություններ ենք հաղթահարել։ Հասցետ ասա, գալիս եմ։
Չես հասկանում, այս Արեգը իր կամքով է ինձանից գնացել, ինքը չուզեց հետս մնալ, չուզեց։ Համախ, ինչ արեցիք գտակ։ Հələ որ չէ։ Հələ որ չեն որն արա։ Քանի ժամ անց է արդեն մախ։ Մինչև հիմա ինչի չեք գտել։ Շեֆ, այդ աղջիկը ոնց որ օդ էլ ածելնի, որտեղ նայում ենք չկա։ Լսի մախ, այդ աղջիկը չգիտեմ ոնց։ Բայց դուք հաստատ օդ եք ելնելու։ Եթե ես մի ժամվա մեջ չգտնեք այդ աղջկան։ Ուզում եք օդից գտնեք, ուզում եք գետնի տակից։ Այդ արդեն ձեր խնդիրն է, մախ։ Միևնույն է, ես չհասկացա պապանց տուն գնալու քո նպատակը։ Դա ավելի նարը հիմա է, դա կարևոր։ Ջան, հիմա կարևորը Մարկին զանգելն է։ Ինչ ես ուզում անեմ, Նարեկ։ Ուզում ես իջնեմ պատական ավտոմեքենա կանգնացնեմ, հեռախոսը խնդրեմ զանգես։ Կանգնեմ, հա, միտեղ կանգնեմ։ Նարեկ, իրանք են, այդ մեքենան է, ինձ են ման գալիս։ Նարեկ, խնդրում եմ, արագ քշի։ Չէ, Նարե, պետք չի արագ քշել։ Գլխի կընկնեմ, հեսա ճանապարհս կփոխեմ։ Ինձ էին ման գալիս, Նարեկ։ Հանգստացի, Նարե, ես քո հետ եմ։ Պիտի արագ ոստիկանություն զանգեք։ Ինչով, մոռացել ես, որ հեռախոսի զարյատկան նստել է։ Նարեկ, սենց ուր ես գնում։ Չգիտեմ, Նարե, չգիտեմ, բայց ամեն դեպքում հաստատ հետ չեն գնա։ Էլիզա։ Երևի այսօր առաջին օրն է, որ չի հրաժարվի քո քնաբերից։ Ասածներիցդ հետո տեղս չեմ գտնում, Էլիզ։ Չես էլ կարող գտնել, որովհետև դու այն վաղուց անվերադարձ կորցրել ես։ Մենք մեր տեղը հիմարի նման նվիրել ենք Մելիքյաններին։ Լսի, իսկ քո համար տարօրինակ չի, որ այսքան տարի հետո ինչ-որ անհայտ մեկը որոշել է ապացուցի, որ Ռոբերտն է թալանել Սահակին։ Ու Ռոբերտի պատճառով էլ փողոցում ենք հայտնվել։ Չէ, տարօրինակ չի։ Երևի մեր նման մեկն է, որ Ռոբերտի պատճառով ամեն ինչից զրկվել է։ Չէ, ես դրան չեմ հավատում։ Ինձ ամեն ինչը անհանգստացնում է, թե ով է այդ մարդը ու իրան այս ամեն ինչը ինչի համար է պետք։ Իսկ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ես հիմա իմ ձեռքին ապացույցներ ունեմ, որ այդ փողերը անհետացած, որի պատճառով papan այդքան տարի նստել է, տարբեր ճանապարհներով հասել են Ռոբերտին, ու ես չեմ պատրաստվում դա անտեսել։ Իսկ ինչ ես ուզում անես, Էլիզ, հիմա ոչ Սահակը կա, ոչ էլ Ռոբերտը։ Չկա Ռոբերտը, կան նրա սերունդները, ու այն փողերը, որոնք իրականում մեզ են պատկանում։ Ես խնդրում եմ, էլի, պետք չի։ Արամ, դուք որտեղ եք։ Դե սպասեք, ես էլ եմ գալիս ուրեմն։ Պապ, ես գնում եմ Մարկես մոտ տնօրեն չեմ գալու։ Կար, նորություն չկա։ Չէ։ Էլի հին տարածքներն ես ստուգում։ Չէ, պապ, իմաստ չունի հին տարածքները նայել, որ արդեն նարերին տեղափոխել են։ Հիմա գնում են Մարկես տուն որոշեն ինչ կարելի անել։ Ես գնացի։ Սպասի Կարեն։ Ես էլ եմ գալիս։ Պապ, չէ, ուր ես գալիս։ Գալու ես նորից վատանաս, դու մնա տունը, որ բան լինի, ես կզանգեմ։ Կարեն անպայման կզանգես, լավ։ Հակոբ, Կարենը ճիշտ է ասում։ Դուր ես գնում, առանց էդ էլ քեզ վատ ես զգում։
Իսկ ես ոչ մեկի թույլտվությանը չեմ սպասում, գնում եմ ու վերջ։ Գնում եմ։ Բան չեմ ուզում, Աստված աղոթքներս լսի, Նարե ջան։ Նարեկ, ոնց որ շատ հեռված ենք, հա? Ստեղից ոնց են կարողանալու գտնել քաղաք տանող ճանապարհը։ Բա ինչ անեն, Նարե, հոյ դրանց կողքով չեն գնալու։ Կարևորը դրանցից հեռված ենք։ Ճանապարհը հետ ես մի բան կմտածեմ, ստերից դուրս կգանք։ Սրան ինչ եղավ։ Նարեկ, ինչի ենք կանգնել։ Չգիտեմ, Նարե, ես էլ եմ այդ ուզում իմանամ։ Մեզ մենակ ես էլ պակասում։ Հաստատ բենզինը վերջացել է։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ինչ պիտի անենք, Նարե։ Ոչ հեռախոս ունենք, ոչ էլ հույս կա, որ ստեղով մեքենա կանցնի։ Էս շամին։ Աստողն էլ հաստատ չի կանգնելու։ Նարեկ, սենց ոնց կլինի։ Ես պիտի տուն գնամ։ Դու պատկերացնում ես Մարկի, պապա հենց վիճակը հիմա ինչ է։ Նարե, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Բայց ինչ կարամ անեմ։ Նարե, դու ուլը մեքենայի մեջ սպասի, ստեղ հիմա լույս է վառվում, ոնց որ տուն է։ Տեսնեմ մեզ ինչով կարան օգնենք կամ լավ, դուրս չգաս մեքենայից։ Լավ։ Ներս եկեք Հակոբ ջան։ Մարկեն չեն եկել դեռ։ Չէ, բայց այս աղոթվոդայը կհասնեն։ Այ նոնա ջան, կյանքում քիչ դժվարություն չեմ տեսել։ Բայց ես մեկը ուղղակի անտանելի է։ Խելագարվում եմ, որ մտածում եմ երեխես հիմա ինչ վիճակում է։ Ես լավ եմ քեզ հասկանում, Հակոբ։ Ախր մենք ծնող ենք, Աստված մեզ հենց այսպիսին է ստեղծել, որ մենք կարողանանք պաշտպանել մեր երեխաներին։ Պաշտպանել, չով եմ պաշտպանում։ Ոչ մի բանով չեմ կարողանում օգնել երեխուս։ Սա արդեն երկրորդ օրն է։ Ինչ է տանասումները մեր հետ չեն կապնում։ Ինչի կապնում են։ Նրանց փող պետք չի։ Հետնաստատը։ Լավ։ Թե դրանց մասին ինչ-որ տեղեկություններ ունենաք, ինձ անպայման տեղեք։ Այդ շենքը, որտեղ Նարեն մինչև տեղափոխել է բայել են, ինչ-որ գործարարի է պատկանում։ Այդ գործարարն էլ այս 2 տարի Հայաստանում չի եղել։ Չեմ հասկանում, ես ամեն ինչի ուր է տանում։ Շենքը ընկերոջ տեղեքն են նայում։ Նրանք են այդ ուռոդներին մի քանի օրով արձակել։ Բայց ոչ դրանց համար ունենք ոչ էլ ուրիշ տվյալներ, որ կարողանանք դրանց վրա դուրս գալ։ Կարա է տենց լինի, Արամ։ Նրանք հաստատ մի բան պետք է իմանան։ Մարկ, տվես ինչ եղավ։ Մարկ, ինչ է պատահել։ Տապակություն զանգեք, ինչ եք կանգնել։ Ես խշտում է։ Մարկ, ես խշտում է։ Ես հեսա զանգեք տապ։ Հակոբ, Արամ մի բան արի։ Մարկ։ Ես կպայթիս։ Ջուր տանք ինչ անել։ Զանգում ես։ Հա։ Ոյ տվես։ Նարե։ Նարե, բաց ես եմ։ Նարեկ, վախեցրի։ Կներես չի ուզում։ Հա, ինչ արեցիր։ Այդ տանը մի կին է ապրում երեխայի հետ։ Հեռախոսը չուներ։ Չնայած ասում է, որ ունենայինք էլ ստեղ հաստատ հեռախոսը կապ չէր բռնի։
Ասում եմ մինչև լույսը չբացվի ոչինչ էլ չեն կարող անել։ Նարեկ, ինչեր ես խոսում։ Մենք որտեղ ենք, ո՞նց կարա նման բան լինի։ Չգիտեմ, Նարեկ, վախի ազդեցության տակ աղագին ճանապարհից շեղվել ենք, եկել ենք ասենք, չգիտեմ ուր։ Նարեկ, ես քեզ չեմ խաբում։ Հիմա կգնանք ինքը քեզ անձամբ կասի։ Ուր գնանք, Նարեկ։ Այդ կնոջ հետ խոսել եմ, մեզ գիշերելու համար սենյակ գտա։ Նարեկ, դու չես հասկանում, ես տուն պիտի գնամ, ես պետքա հասնեմ Մարկին։ Նարեկ, նենց ես խոսում, ոնց որ ես քեզ տիպողաբար պահում եմ։ Չես տեսնում, որ տարբերակ չկա։ Այդ տանը անվտանգ է։ Հնարավոր է դրանք էլ մինչև հիմա քեզ են անգալի։ Նարեկ։ Վերջ, Նարեկ։ Մաքրի արցունքներդ։ Լույսը հենց բացվեց, մի բան կանենք։ Այստեղ վտանգավոր է, Նարեկ, դրսում։ Եթե ուզում ես, մնանք մեքենայի մեջ։ Բայց նույն բանն է, տարբերություն չկա։ Դրանք էլ որ եկան, ոչ հեռախոս ունենք, ոչ էլ կարելի ասել մեքենա։ Ինչ ես ասում, Նարեկ։ Չէ, Նարեկ, ավելի լավ է գնամ։ Ես իրավունք չունեմ ռիսկի դեմ։ Բժիշկ ջան, խնդրում եմ, մի բաներ անեք։ Բժիշկ եղբայրս չի լսում, ես վերջերս լսողության կորուստ ամեցի։ Քիչ առաջ կտրուկ գլխացավ, թե ականջացավ, սկսվեց, չգիտեմ, մինչև հիմա ես վիճակում։ Լավ, Աննա, հանգստացնող պատրաստիր, երակային։ Ինչ էլ որ լինի, մեզ պետք է առաջինը, ճնշող ցավերը հանգստացնի։ Ես պիտի Նարեին տեսնեմ։ Ես պիտի գտնեմ Նարեին։ Հիմա հանգստացնող կներարկեմ, բայց վաղ անպայման պետք է գա հետազոտություն։ Բժիշկ, իսկ ինչից են այս ցավերը։ Ոչինչ չեմ կարող ասել, մինչև հետազոտություն չանցնի։ Էդ ինչ դեղա։ Ինչ եք ինձ ներարկում։ Մարկ, հանգստացնող։ Տղես, խնդրում եմ, հանգստացի։ Հանգստացնող է, Մարկ։ Ես պիտի Նարեին գտնեմ։ Ինձ հանգստանալ պետք չի արեմ։ Մարկ, խնդրում եմ, Մարկ։ Մարկ, հանգստացի, երեխա ոչ ես, վերջ դու։ Հակոբ, տղես չի լսում։ Կարեն արի բռնեք։ Ճշտոյի մենք կբռնենք ինձ։ Արամ ինչ եք անում, ինձ թմել պետք չի։ Թորեք ինձ։ Թորեք։ Ես պիտի Նարեին գտնեմ։ Ստեղ պետք է մնանք, Նարեկ։ Ճիշտ է, լյուքս չի, բայց դե ոչինչ կլուսացնենք։ Ես մի քնելու տեղն եմ։ Դու քնի, ես կնստեմ կետան, որ հանգիստ քնես, լավ։ Նարեկ, դու ո՞նց ես պատկերացնում, որ ես այս ամենից հետո պետքա պարկեմ ու հանգիստ քնեմ, հա։ Ես ինչ տեսակ մարդիկ են, չեմ հասկանում։ Ո՞նց են կարողանում քաղաքից այսքան կտրված առանց հեռախոս ապրել։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում են հիմա պապան ու Մարկը։ Նարեկ, հաստատ ոչ մի բան հնարավոր չի անել։ Նարեկ, եթե բացի սպասելուց ուրիշ տարբերակում ես, ասա ես կանեմ։ Լավ գիտես, որ հիմա ինչ ասես կանեմ նա։ Ես չգիտեմ, թե ինչ է հիմա պետք անել։ Մենակ մի բան գիտեմ։ Պետք է հնարավորինս շտապ կապնվել մերոնց հետ։ Հնարավորինս շուտ պետք է հասնեմ Մարկին։ Ինա, որտեղ ես, Ինա։ Ինա, ստեղ ես, Ինա։ Ինա։ Ասա, արեք ինձ մենակ թողած։ Հելա, վերջ, արցունքներ մաքրի։
Մոռացել ես, հա, որ քեզ հուզվել չի կարելի։ Այսօր կմնամ քո մոտ։ Հետո մի բան կմտածեմ։ Ամբողջ տարածքը ոտի տակ տվեցինք, էլ ծակուցուկ չմնաց, որ չնայենք։ Չկա այդ աղջիկը։ Ինչ։ Ուզում եք ասեք բացեք թողել արա։ Ուզում եք ասեք այդ աղջիկը այս երկու անուղեղներից հիմարացրել ու փախել է, հա։ Չեր կարատես բան լիներ, մախ։ Ամեն ինչ հաշվարկած էր։ Ինչա պետք է սա անենք։ Մենք սրա տեղը անպայման կհանենք։ Ձեր անուղեղության պատճառով սաղ պլանները զրոյացավ արա։ Այս ամեն ինչը ձեր վրա շատ թանկ կնստի հələ։ Իսկ հիմա չքվեք աչքիցս։ Շուտ! Իկին ուզում ենք դուք էլ բարձացեք վերև հանգստացեք, ես կմնամ Մարկ։ Մենք եմ ժշկույն ասեց որ Չե առավոտ հանգիստ կգնի։ Չէ, Արամ, ինչ ես ասում։ Էլի չհանգստանալ։ Տեսնես ինչի ես ամեն անգամից տեղի ունեցա։ Թող անպայման պետք է տանել հետազոտության։ Վախենամ չգա։ Ինչեմ նարին չգտնենք Մարկը ոչ մի բժիշկ էլ չի գնա։ Իսկ եթե հանկարծ Նարեից չգտնենք։ Լավ էլի, պապ, դες բաներ մի մտածի։ Բա ինչ մտածեմ Կարեն ջան։ Արդեն երկրորդ օրն է այդ երեխան չկա։ Դե տեկով այդ ամնասրների ուզածն հենց դա է որ մենք այս անորոշությունից ուսատվենք։ Սեդ կոդը ամբողջ կյանքս փորձում եմ վերհիշել։ Կապ գտնել կատարվածի մեջ։ Բայց ոչ մի կապ։ Ոչ մի տրամաբանություն։ Պապ, երևի մենք գնանք։ Մենք գնանք նոնա ջան։ Տանեցիներն էլ են անհանգիստ։ Բարոյ կգանք։ Չնայած մեր գալը ինչ կփոխի որ։ Բայց կարող է դրանք զանգեն, այնպես որ լույսը բացվի մենք կգանք։ Բարի գիշեր ձեզ։ Արամ, որ ինչ որ նորություն լինի անպայման կզանգես։ Գիշերվա որ ժամ ուզում ալ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, Արամ ուզում ես դու էլ գնա։ Չէ, տիկին։ Ինչի մաս, կարող է դրանք զանգեն կամ Մարկը նորից հարկամ։ Չէ, ես կնա։ Նարեկ, վեր կաց, Նարեկ արթնացի, Նարեկ ժամանակ չունենք, արեք վեր կաց, գնան, տես ինչ ես կարողանում գտնել, հեռախոս չգիտեմ, մեքենա, մենք պետք է գնանք ստեղից։ Լավ ես գնամ, դու ոնց ես։ Ինչ հարց ես տալիս, ոնց պետք է լինեմ։ Նարեկ, արագացրու, վեր կաց, գնա, թե չէ ես իմ ոտքով կգնամ։ Նարեկ, ոնց ես ուզում ոտքով գնաս։ Դրանք մինչև հիմա քեզ են մանգալի, ուզում ես նորից գնաս իրանց ձեռք, հա։ Դե որ այդքանը գիտես, ուրեմն խնդրում եմ, արագացրու, մի բան արա։ Լավ, ես գնամ որտեղ ես մեքենա գնում։ Նարեկ, հեռախոսի մասին չմոռանաս, պետք է անպայման մերոն զանգել։ Նարեկ, հանգիստ տեղի, դու նստի, ես հիշում եմ։ Մենակ դուրս չգաս, լավ։ Այսօր ինչ-որ տղամարդ էր զանգել, քո համարն էր ուզում, անունը Արսեն էր։ Ալո, ում հետ եմ խոսում, համարը թողել եք օֆիսում, որ զանգեի։ Միքա քեզ մի ամիտի տեղ միդի, դու լավ գիտես ում ես զանգել։ Լավ հասկացա Արսեն դու ես։ Բա ինչ էր ինձ բան գալի, որ գնացել ես նախկին քարտուղար ու հուս ես գտել։ Հանդիպենք խոսենք, այդ հեռախոսով խոսալը բան չի։ Լավ, տեղ ու ժամ ասա։
Նարեկ, ինչ արեցիր։ Ուր ենք եկե հասը չգիտեմ։ Ոչ մի շնչավոր բան չկա, մեքենայի մասին էլ վաբշե խոսք չկա նորը։ Նարեկ չեմ հասկանում, ո՞նց կարա տենց բան լինի։ Ես վախենում եմ դուրս գալ, թե չարդեմ վաղուց ոտքով քաղաք էի հասել։ Մատ մոռացի, հա դրա մասին։ Ամեն ես չասի, որ ոչ մի բան չեմ արել։ Մի հատ մեքենա էր ասում են վարորդին չկարողացա համոզել, որ գանք հետևից։ Գոնե հեռախոսից օգտվել ես։ Նախ ասեց, որ հեռախոսի մեջ գումար չունի, հետո էլ մարկի համարը չգիտեմ։ Մեծ հանգիստ էր, ասել է հենց հասնի քաղաք տաքսի կուղարկի։ Լավ, գնամ տեսնեմ տանտեր ինչ կտամ։ Ուրա սրա մարդկոց։ Ստիպացինք հացուպաներով բավարարվել նա։ Դու ինձ խաբել ես։ Ինչի համար։ Ինչ աղենարի պարաս ասես։ Ում ես հիմարի տեղ դնում։ Դու ինձ ասել ես, որ քո հեռախոսի մեջ զարյատկա չկա, իսկ քո հեռախոսի մեջ մարդկոցը չկա։ Ոնց կարա մարդկոցը չմտնա։ Եթե հեռախոսը ձեռքիցս չընկներ ու չբացվեր, ես չէի իմանա սրա մասին։ Ինչի ես նման բան արել։ Չեմ արել, նար ինչեր ես խոսում։ Որտեղ անգել էլ բասին նայեմ կարող տեղ մարդկոցը։ Վերջ տուր, հա, այդ խեղկատակությանը։ Ես քեզ այնց նման բան չէի սպասում։ Արել որ մի հատ կանունի, հա, վտանգավոր ով ես գնում։ Վտանգավորը քո այստեղ մնալն է։ Լավ։ Ընդունում եմ սխալ ես, նարը ես եմ անեմ մարդկոցը։ Ինչ։ Հա, ես եմ անեմ, որովհետև չես ուզում հետս շփվես։ Իսկ էսի առիթ էր, որ մի քիչ հետս երկար մնայր։ Չէ, նարեկ, քո հետ ինչ-որ բան է կատարվում։ Հա, կատարվում է, նարեկ։ Պես գնում սպասի։ Հեռու գնա։ Ինչ հիմար էի ես։ Չէ, նարեկ, հիմարը դու չես։ Հիմարը ես եմ, որ այսքան տարի զգացմունքներս իմ մեջ եմ պայել։ Ինչ զգացմունքներ։ Դու գոնե հասկանում ես ինչ ես ասում։ Ես ամուսնացած եմ։ Ու Մարկը հիմա ինձ է փնտրում։ Նարեկ, հնարավոր է, որ հիմա ինձ չհասկանաս, բայց ես քեզ սիրում եմ։ Ուղղակի միշտ վախեցել եմ դա գիտակցելուց։ Չէ, ինչ ես դու հիմա ինձ ասում։ Ինչի համար ես դու ինձ դրա մասին ասում։ Ինձ դա չի հետաքրքրում։ Ինձ չեն հետաքրքրում քո զգացմունքները։ Ու առհասարակ, քո հետ կապված ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Իսկ ես քո արածը։ Ես քեզ երբեք չեմ ունենա։ Սպասի, նարեկ, մենակ գնալդ վտանգավոր է։ Հեռու գնա։ Արի գնանք դերս ես կտամ մարդկոց։ Լավ գիտես, որ ես ուրիշ ոչ մի տարբերակ չունեմ։ Լավ, բայց ես տվեցից չեմ շարժվում։ Գնա ու միացված վիճակում հեռախոսը բեր։ Լավ, մենակ մի գնա, հա, սպասի կբեր։ Հա, ինչ ա եղել։ Ես էլ եմ եկել այդ բարձան։ Չհասկացա։ Մոտ մի շաբաթ առաջ ինչ-որ մեկը իմ ու իմ ծանոթ աղջկա նկարներն էր Կարինային ուղարկել։ Այդ նկարներում առանձնապես ոչ մի բան չկար ու չերել կարա լիներ։ Բայց ինչ ես ինձ դրա մասին ասում։ Ասում եմ, որովհետև լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամեն ինչի հետևում դու ես կանգնած։ Կասկածները շատ քիչ ա, որ դու քեզ հիմա սենց բան թույլ տաս։ Ես ապացույց չունեմ, բայց լուրջ օտարություն ունեմ, որի վրա ոնց որ դու խիստ կասկածում ես։ Քաշի ձեռներդ, հա։ Ոնց որ հասկանում եմ, դու բացի հոտությունից ուղեղել չունես։ Ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ոնց որ տենում եմ Կարինայի աչքերը բացվել է, հա, որ դու սենց խառնվել ես իրար։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Հանկարծ չփորձես ուժերիցդ վեր խաղալ։
Եթե հանգարց նման բան անես, համոզված եղի, որ դու էդի չես մարսի։ Իսկ հիմա դու լսի, թե ես քեզ ինչ եմ ասում։ Իմ ուժերը շատ անսահմանափակ են, դրանում դու չկասկածես։ Իսկ ինչ վերաբերվում է Կարինային, դու շատ լավ գիտես, որ ինքը քեզ երբեք չի սիրել ու չի էլ սիրի։ Դու այդ լավ գիտես, դրա համար ես հիմա այստեղ։ Սասեյն, սուպերմարկետ ձեր